Ողջույն բոլորին։ Հունիսի 30-ին Յուպիտերը դուրս եկավ Խեցգետի նշանից եւ մտավ առյուծ նշան մինչև 2027 թվականի հուլիսի 24-ը։ Կարելի ասել 13 ամիս, որի ընթացքում կվերադառնա այն էներգիան, որի մասին մենք բոլորս մոռացել էինք։ Յուպիտերը յուրաքանչյուր 12 տարին մեկ լինում է մեկ նշանում, այսինքն պետք է վերադառնաք 12 տարի հետ եւ տեսնեք, թե ձեզ հետ ինչ է կատարվել այն ժամանակ, երբ որ Յուպիտերը գտնվում էր եւս էլի առյուծ նշանում։ Յուպիտերը սովորական մեծացնում է ամեն ինչ, լայնացնում է, ծավալն է մեծացնում, մարդու ծավալը նույնպես եւ քաշը եւ հղիություն նույնպես նա տալիս է, բայց նա ոչ միայն լավ բաներն է մեծացնում, նա նաեւ մեծացնում է խնդիրները, եթե կան։ Դրա համար ճիշտ է արդեն ուշ է, բայց ես խոսել եմ այդ մասին, որ պետք է այնպես անեք, որ յուրաքանչյուր խնդիր վերանա, որ Յուպիտերը այն չընդլայնի, չմեծացնի։ Եթե ընտանիքում խնդիր կա, այն կարող է մեծացնել, եթե ֆինանսապես խնդիր կա, ապա եւս կարող է մեծացնել։ Եթե դուք այս ընթացքում փորձեք ոնց որ ֆինանսական վիճակը կարգավորել կամ ընտանեկան իրավիճակը այդ խնդիրները կարգավորել, ապա նա ձեր կյանք միայն կբերի լավը եւ լավը կսկսի արդեն շատացնել։ Այսինքն դուք պետք է աշխատեք նաեւ ձեզ վրա, եթե դուք ունեք լարված մթնոլորտ այդ ոլորտում։ Երբ Յուպիտերը փոխում է իր նշանը, մթնոլորտն է փոխվում, տրամադրությունն է փոխվում, մի տեսակ ոնց որ մարդը եւս սկսում է ազատ շնչել, դե իհարկե կախված է թե նա որ կենթանակերպի նշան է մտնում։ Առյուծը ընդհանրապես արտահայտող կենթանակերպի նշան է, եւ այստեղ ինչպես որ ասում են, կրակին մոտենում է բենզինը, այդպես իրար են մոտենում, այսինքն Յուպիտերը ավելի է մեծացնելու, ընդլայնելու յուրաքանչյուր առյուծի բնավորության գիծ։ Նախորդ տարի, երբ որ Յուպիտերը անցնում էր Խեցգետի նշանում, մարդիկ ավելի շատ կենտրոնացած էին տան վրա, ընտանիքի, հիշողությունների եւ նաեւ ամենախոցելի պահերի վրա, իսկ հիմա արդեն ուրիշ է, փոխվում է ամեն ինչ։ Խեցգետնի ժամանակ մարդիկ կարող էին լուծել բնակարանային հարցերը, ընտանիքի հետ կապված խառը խնդիրները, մարդիկ կային, որ արմատներին վերադարձան նախորդ տարի, տարեց ծնողներին պետք է խնամեին այս մեկ տարվա ընթացքում։ Դրա համար բավականին շատ հեռուստասերիալներ նաեւ եղան այս ընթացքում, նորաձևությունը մի տեսակ փոխվեց, ուրիշ ոչ ստացավ այս մեկ տարվա ընթացքում շատ քննարկումներ եղան տարբեր մարդկանց հետ, տարբեր գնահատականներ տրվեցին, տարբեր մարդկանց հասցեին եւ հեղինակությանը։ Իսկ արդեն Յուպիտերը առյուծ նշանում դա նշանակում է կենտրոնում հայտնվել, ավելի համարձակ, եւ նա ով ավելի համարձակ կլինի այս մեկ տարվա ընթացքում, նա կլինի կենտրոնում, նա կլինի ավելի հեղինակավոր մարդ, դե որովհետեւ առյուծը նա արդեն իսկ ինքը թագավոր է եւ նշանը առյուծը դա արևի նշան է, իսկ ոնց որ Յուպիտերը մտնում է արև եւ մարդուն էլ ավելի է փայլեցնում։ Եթե դուք այնպեսի մարդ եք, որ սիրում եք խորը մնալ, տաղանկյունում մնալ, ապա եթե այս տարին դուք ձեզ ցուցադրեք, դուք կդառնաք հանրաճանաչ։ Այս տարի ուժեղ անհատականությունները կվերադառնան։ Դա տարիներ շարունակ այդպես բավականին անանուն մարդիկ էին ելույթ ունենում, իսկ հիմա արդեն ավելի խարիզմատիկ դեմքերը կլինեն քաղաքականության մեջ, մշակույթի մեջ, բիզնեսի եւ սպորտի մեջ։ Մարդիկ արդեն ովքեր որ իրենց այդպես առյուծի նման ցույց կտան, տեսքով կլինեն, ապա իրենք կգնան առաջ։ Առյուծի մեջ գտնվող Յուպիտերը միշտ ստեղծում է աստղեր, հեղինակություն, շատ ես, մարդու եսն է բարձրանում, եւ հետո կարող եմ ասել, որ ինքնուրույն փլվում է այդ եսը, որովհետեւ այդ պահին է Յուպիտերը տալիս իրեն այդ վիճակը։ Մարդկանց կարող է ձգել ավելի շատ, օրինակ կինոթատրոնները, թատրոն, համերգներ, միգուցե նաեւ ավելի շատ լինեն եւ ներկայացումներ եւ համերգներ, որովհետեւ խոշոր մարզական միջոցառումներ, այդպես ամեն ինչը ցուցադրական, ամեն ինչը այդպես թիթիզի մեջ, ամեն ինչը բարձրակարգ։ Եվ անողը, ով որ անի դա,
կցանկանա, որ ինքը անպայման երևա։ Մարդիկ կան, չէ՞, ոնց որ կուլիսներում են միշտ մնում, չես իմանում թե ով է արել, ով է ստեղծել։ Այն հիմա ոնց որ մի համերգ ստեղծվի Հայաստանում, ապա անպայման ինքը դուրս կգա եւ ցույց կտա, որ ես եմ արել այս համերգը, ես եմ արել այդ դիզայնը, ուրիշ ոչ ոք։ Իրեն ցույց կտա։ Բայց այստեղ պետք է հասկանալ, որ առողջ առաջնորդության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ ամենուրեք, որովհետև մարդկանց եսն է բարձրանալու։ Այստեղ եւ բիզնեսում, ընտանիքում եւ յուրաքանչյուր սոցհարթակներում, ասոցիացիաներում ոնց որ արդեն հասկանան ով է իշխում, ով է որոշում, ով է պատասխանատվություն կրում, այդ ամենը արդեն ավելի եւ իրենց ներքին, կարգում բաց կլինի։ Օրինակ գիտեք, որ ինչ որ մի բիզնես կա, բայց չգիտեք ով է այդ բիզնեսի հեղինակը կամ տերը, ապա այն արդեն ջրի երես դուրս կգա։ Կվերադառնա, ներեցեք, առատաձեռնություն, առյուծը սիրում է տալ, շնորհավորել, այդպես միշտ ինչ որ միգուցե նաև ձևականորեն նաև կգցի շատ մեծ շքեղ սեղան, որ գան տեսնեն, որ իր սեղանը շքեղ է, բայց թեկուզ պարտքով, այդ ամենը կվերադառնա նորից։ Ավելի շատ կլինեն օգնության ձեռք մեկնող մարդիկ, ավելի շատ կլինեն նվիրատվություններ, ինչ որ նախաձեռնությունների վերածնունդ, որ մարդիկ այն օգնում այն, որովհետև այդ սերը այդ ամեն ինչը վերացել էր, եւ ես հույսով եմ, որ այդ ամենը նորից կրկին կվերադառնա մարդկանց մոտ։ Այդպես ցույց կտան, թե ով ինչ օգնություն է ցույց տալիս մեկը մյուսին։ Ճիշտ է, հիմա շատացել են, բայց կարծես թե այլ ավելի կշատանան, հիմա ավելի շատ է սոցհարթակները եւ ավելի շատ կներկայանան, միգուցե այն մարդիկ, ովքեր որ ուղակի ինչ որ մեկին էին օգնում, չէին երևում, հիմա արդեն իրենց դեմքն էլ ցույց կտան, որ դուք իմանաք, որ հենց ինքն է դա արել։ Այս տարվա ընթացքում ծնելիությունը կմեծանա, երեխաներ շատ կծնվեն եւ նա ինչպես որ սկզբում ասացի, նա մեծացնում է ամեն ինչ, նաեւ հղիություն է տալիս մարդուն, օրգանիզմում այդպես մեծացում է տալիս։ Դա իհարկե ում մոտ գտնվում է հատկապես 5-րդ տանը կամ ինչ որ մի լավ միացում կա, եթե ինքը տեկուս մեկ այլ տան մեջ է, բայց եւ լավ միացում ունի 5-րդ տանը, եթե ձեր անձնական քարտեզում, դա եւս ձեզ կտա հղիություն, ովքեր որ երկար ժամանակ ուզում էին հղիանալ։ Եվ իհարկե հիշեք ինչ է եղել ձեզ հետ 2014-15 թվականներին, ես իմ մասով ասեմ, թե ինչ է եղել ինձ հետ, ես այդ ժամանակներում ունեի ադնակլասնիկներ այն ժամանակ ավելի շատ, եւ ես ունեի edge, որտեղ որ ես ցույց էի տալիս իմ կարած ապրանքները, պատվերներ էի վերցնում եւ ասեմ Յուպիտերի այս ընթացքը բավականին ինձ շատ հաճախորդներ բերեց, շատ հաճախորդներ, այնպես որ ես չէի հասցնում մտնել նորից նոր հաճախորդի ընդունել, որովհետև չի կարողանում ես գրեի իրանց, ես յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր վայրկյան, որ մտնում էի 99+ նամակ ունեի։ Եվ այն նախորդները անգամ չի հասցնում պատասխանել, որ պատվերներ գրանցեի, եւ ես ընդհանրապես ժամանակ էի ունենում վազել կտորի խանութ, կտոր գնել եւ բերել եւ այդ գործերն անել։ Մինչեւ որ իմ edge-ը կոտրեցին։ Ինչպես որ ես արդեն այստեղ նշեցի, մարդիկ բացահայտ օգնություն կցուցաբերեն դիմացինին, ես այն ժամանակ եւս կհիշեք ուղարկում էին որևիցե նյութեր, հղումներ էին ուղարկում, որ մտեք այստեղ խնդրում ենք երեխաներին լայքեք, որ երեխաները հաղթեն ինչ որ միտեղ, ես բոլորին օգնում էի, բոլորին այդպես մտնում էի, օգնում էի, իսկ վերջին օրը ես այդպես նորից նույն հարցի պատասխանը եղավ, ես մտա որ երեխային օգնեմ, որ նա հաղթի եւ մտա դատարկ էջ եւ էջս ջնջեցին, իսկ այդ էջով ես մոտավորապես 2-3 տարի կարելի ասել բավականին շատ մեծ գումարներ եմ վաստակել, այսինքն նա շատացրել է եւ հաճախորդներին եւ ֆինանսները եւ մարդկանց հոսքը, կախված է թե նա իրոք որ տան մեջ է ձեզ մոտ լինելու եւ հենց այդտեղ էլ ինքը մեծացնում է, թե խնդիր կա այդտեղ, խնդիրն էլ է մեծացնում, դրա համար եմ ասում, փորձեք յուրաքանչյուր խնդիր լուծեք։
Նայեք ինքը խնդիր ստեղծեց, բայց դա արդեն չար մարդկանց։ Դրա համար այստեղ երբ որ կցանկանայիք ինչ-որ մարդկանց օգնության ձեռք մեկնել, միշտ հիշեք իմ ասածը, որ ես ինքս ընկել եմ այդ նույն թակարդը։ Դրա համար դրանից հետո արդեն 12 տարի անցել եւ ես երբեք ոչ մի հղման մեջ այլևս չեմ մտնում։ Ով ինչ հղում ուզում է ուղարկել։ Եթե պետք է հղումը կոպի եմ անում եւ տանում եմ այնտեղ Google-ում կա նաեւ այնտեղ անտեսանելի edge այդտեղ այդ անտեսանելի edge-ի մեջ եմ մտնում, նոր ստուգում եմ, թե դա ինչ հղում է, որ անգամ իմ Google-ը չփչանա այդ հղումից։ Դրա համար միշտ հիշեք, որովհետև ցանկանալու եք մարդկանց օգնել։ Շատ, այդ ցանկությունը հիշեք ձեզ ինչ է եղել, ձեզ մոտ այդ տարիների ընթացքում, ինչ եք արել, ինչով եք զբաղվել։ Միգուցե նաև պետք է հիշեք 24 տարի առաջ, թե ինչ եք արել այդ ժամանակահատվածում։ Եվս ես կարող եմ ասել, եթե վերադառնանք 24 տարի առաջ, եվս էլի այն ժամանակ եվս էլի նույն նմանատիպ գործերով եմ զբաղվել։ Այսքանը սիրելիներս առաջին մասի համար, իսկ հիմա արդեն անցնենք բոլոր կենդանակերպի նշաններով։ Եթե դուք գիտեք ձեր քարտեզը, թե որտեղ է գտնվում առյուծ նշանը, ապա նայեք միայն դա։ Ես բավականին շատերին եմ տվել իրենց քարտեզը, նկարները, այնպես որ դուք արդեն գիտեք ձեր քարտեզը եւ կարող եք նայել միայն դա։ Միայն թե ինքը որ տան մեջ է գտնվում, ուրիշ ոչ մի բան դուք մի նայեք։ Իսկ այն մարդիկ, ովքեր չգիտեն իրենց քարտեզը, չգիտեն իրենց ժամը, թե երբ են իրենք ծնվել եւ չգիտեն որ տան մեջ է գտնվում, ապա դուք կարող եք նայել միայն ձեր արևային նշանը։ Թեկուզ եթե քարտեզը չգիտեք, բայց գիտեք որտեղ է գտնվում ասցենդենտը, ապա կարող եք նայել եւ ասցենդենտի նշանը եւ մեկ նշան հետո։ Օրինակ ասցենդենտը խեցգետի նշանում է, նայեք նաեւ առյուծը, որովհետեւ հավանական է, որ առյուծը ավելի ճիշտ է ձեզ համար, քան խեցգետինը։ Դե դա արդեն քարտեզի դրվածքից է։ Այդպես եւս երկուսն էլ կարող են անդրադառնալ եւ ասցենդենտը եւ առյուծը, եթե երկուսն էլ առաջին տան մեջ են գտնվում։ Դրա համար այս դեպքում ճիշտ է նայել առյուծը, որովհետեւ դա խեցգետին արդեն մնում է 12-րդ տան մեջ այդ դեպքում։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, Յուպիտերը անցնում է ձեր 5-րդ տուն։ Դա ուրախության, սիրո, մեր երեխաների եւ հոբիների տունն է։ Եվ Յուպիտերը ձեզ կերջանկացնի այս ոլորտներում։ Կարող եք ձգտել ճանաչման կամ փառքի։ Եթե ձեր քարտեզում Յուպիտերը չի գտնվում 5, 10 եւ 9-րդ տներում, ապա դուք հնարավորություն ունեք մեծ համբավ ձեռք բերել եւ հեղինակություն։ Եթե ունեք, ապա դա շատ կարճ կտևի։ Եթե ստեղծագործությամբ եք զբաղվում, ապա Յուպիտերը ձեզ հնարավորություն կտա ցուցադրելու ձեզ։ Առավել ևս դա շատ լավ կլինի մարզիկների եւ քաղաքական գործիչների համար։ Կարող եք նաեւ որևէ մեդալ շահել ձեր կատարած աշխատանքի համար։ Բոլորի համար հնարավորություն կընձեռվի այցելելու շատ գեղեցիկ վայրեր։ Օրինակ Լուվր կամ մեկ այլ տեղ, որևէ թանգարան Վենետիկում կամ մասնակցել շատ մեծ շոուի։ Եվ ամենակարևորը ձեր բախտը կբերի շահումների մեջ։ Կարող եք շատ շահել այս 1 տարվա ընթացքում, լոտո եւ այլն։ Եվ եթե որևէ խաղարկության մասնակցեք, ապա կշահեք մրցանակը եւ կնվաճեք բարձրունքներ։ Կարող եք ծանոթանալ հայտնի մարդու հետ կամ մեծահարուստ հովանավոր ձեռք բերեք։ Եվ այս 1 տարին շատ լավ կլինի նկարիչների համար։ Նրանք եւս աջակցություն կստանան եւ հովանավորներից եւ Յուպիտերից։ Կհանդիպեք սիրո, դա կարող է լինել ձեր մեծագույն սերը եւ այն շատ արագ կզարգանա։ Նաեւ կշատանան իհարկե նեցեք ձեր սիրողների թիվը, նոր հոբիներ ի հայտ կգան, ովքեր ցանկանում են հղիանալ, ապա հիանալի շրջան է ձեզ համար։ Ձեր երեխաների հաջողությամբ կհպարտանաք։ Երեխաները կընդունվեն դպրոց, ինստիտուտ եւ շատ հանգիստ ու հեշտ։ Նաեւ հեշտությամբ կհանձնեն քննությունները։ Ձեր երեխաները կարող են որևէ մրցանակ շահել, հաղթել որևէ մրցույթներում։ Ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, ապա լավ ժամանակ է ձեզ համար։ Կամ մասնակցել որևէ բարեգործական միջոցառումների, մանկատանը կամ մանկական ոչե կենտրոններում։ Այս 1 տարվա մեջ այնքան շատ կմասնակցեք խնջույքների, որ կարելի է ասել կհոգնեք։
Շատ ուրախանալու առիթներ կունենաք, որոնք ձեզ շատ ժպիտ կպարգևեն եւ երջանկություն։ Միայն պետք է չհրաժարվեք որևէ միջոցառմանը մասնակցելու համար։ Բոլորը համաձայնվեք։ Կարող եք գնալ հանգստանալու, ձեզ հանգիստ է պետք։ Նաև կարող եք սկսել պարել, դաշնամուր նվագել, գործել կամ կարել, կամ էլ թատրոնում կամ կինոյում սկսել խաղալ եւ շատ նվերներ ստանալ ձեր սիրելի կողմից։ Ես օրինակ այդ ժամանակ եմ սկսել կարել եւ որ երբեք չգիտեի ինչպես են կարում եւ սկզբում ասացի արդեն դա ինձ մեծ հաջողություն բերեց։ Միայն ամուսնացածները պետք է ուշադիր լինեն, քանի որ հնարավոր է նաեւ դուք էլ սիրահարվեք։ Եվ եթե ցանկանում եք մանկական որևէ գործունեություն ծավալել, բացել դպրոց կամ մանկապարտեզ եւ այլն, ապա այն կարող եք սկսել այս 1 տարվա ընթացքում։ Կարող եք որևէ շատ կարևոր ստեղծագործական պրոյեկտի հրավեր ստանալ, որն էլ ձեզ հայտնի կդարձնի։ Օրինակ, դուք դերձակ եւ ձեզ առաջարկում են Miss Հայաստանի համար հագուստներ կարել, եւ այդպես դուք կկարողանաք առաջ գնալ եւ հայտնի դառնալ, եւ իհարկե ընդլայնել ձեր գործունեությունը։ Հարգելի ցուլեր, Յուպիտերը կանցնի ձեր 4-րդ տուն, դա ընտանիքի, հայրենիքի, մեր տան եւ ծնողների տունն է։ Կփորձեք բայլավել ձեր կենսապայմանները, կարող եք տեղափոխվել մեկ այլ տուն, այս ձեր տանից ավելի մեծ։ Ընտանիքում կարող է եւս 1 մարդ ավելանալ։ Հոգ տարեք նաեւ ձեր ընտանիքի բարեկեցության մասին։ Կարող եք գնել նոր տուն, մեծ հողատարածք, սա ամենալավ ժամանակն է։ Բայց դա կլինի ավելի լավը, ավելի մեծ եւ ավելի լավ պայմաններով։ Կարող եք նաեւ պարզապես ներդրումներ կատարել անշարժ գույքի մեջ կամ բացել անշարժ գույքի բիզնես։ Եթե տուն եք վաճառում, ապա այն կարող է վաճառվել այս 1 տարվա ընթացքում եւ ձեզ հարմար գներով։ Կարող եք անշարժ գույք նվեր ստանալ կամ ձեր ամուսնուց կամ ձեր հարազատներից կամ էլ որպես ժառանգություն։ Կարող եք նաեւ ձեր ծնողների կամ երեխաների եւ թոռների համար տուն գնել։ 4-րդ տունը դա մեր արմատներն են։ Կարող եք վերադառնալ ձեր արմատներին, ձեր հայրենիք, ձեր ծնողների տուն։ Ոմանք կարող են տեղափոխվել եւ ապրել իրենց ծնողների հետ, կամ հակառակը, ծնողները գան եւ ձեզ հետ բնակվեն նույն բնակարանում։ Հարգելի եկվորյակներ, Յուպիտերը անցնում է ձեր 3-րդ տուն, շփման, պայմանագրերի, տեղեկատվության, նորի հանդեպ հետաքրքրության տունն է եւ իհարկե օտար լեզուների տունը նույնպես։ Եթե դուք շփվող մարդ չեք, ստիպված կլինեք շատ շփվել, շատ ծանոթություններ կհաստատեք, կարող եք նաեւ սովորել, ընդունվել որևէ ուսումնական հաստատություն կամ անցնեք կարճ կուրսեր, չնայած դա կարող է տևել 1 տարի։ Ոմանք կարող են սկսել դասախոսություններ կարդալ կամ հոդվածներ գրեք, ինչպես նաև հոդվածներ գրեք ամսագրերում կամ թերթերում, եւ այդ ամենը կարող է հարկ լինել թարգմանել։ Կարող եք նաև պայմանագրեր կնքել օտար լեզվի վերաբերյալ կամ օտար երկրում բնակվող որևէ մեկի կամ կազմակերպության հետ։ Հնարավոր է նաև հաճախորդներ ունենաք օտար երկրից, ոմանք էլ պետք է թարգմանեն որևէ փաստաթղթեր, որի շնորհիվ կարող եք համբավ ձեռք բերել եւ մարդիկ ձեզ կսկսեն դիմել որևէ խորհրդի համար։ Ոմանք կարող են սկսել սովորել օտար լեզուներ։ Առավել եւս դա ձեզ անհրաժեշտ կլինի, եթե ցանկանում եք տեղափոխվել օտար երկիր։ Հնարավոր են գործուղումներ, նամակագրական կապեր օտար երկրների հետ։ Ձեր ծանոթության շրջանակը շատ կմեծանա։ Դա ոչ թե անիմաստ ծանոթություններ կլինեն, այլ կծանոթանաք անհրաժեշտ մարդկանց հետ, ովքեր կօգնեն ձեր մասնագիտական հարցերը լուծելու համար։ Հավանական է, որ դուք ինքներդ կգտնեք նման մարդկանց։ Նույնը կլինի փաստաթղթերի պատրաստման դեպքում, ճիշտ մարդիկ կլինեն տեղում եւ առանց հապաղելու ամեն ինչ կլուծեն, կամ կգտնվի մարդ, ով կօգնի այս հարցերում։ Ովքեր աշխատում են թարգմանիչներ, շրջիկ վաճառողներ կամ միջնորդներ են, ապա ձեզ համար հիանալի տարի կլինի։ Նաև այս 1 տարվա մեջ հաջողություն կլինեն ձեր քույր կամ եղբոր մոտ, նաև մոտ ազգականների մոտ։ Ձեզ կարող են նաև օգնել ձեր հարազատները ցանկացած հարցում։ Ոմանք կարող են քույր կամ եղբայր ունենալ, կամ հարազատ կամ զարմիկ։ Կարող են հայտնվել հարազատներ, որոնց մասին մինչև այժմ տեղյակ չեք։ Ովքեր ցանկանում էին ավելի մեծ մեքենա ձեռք բերել, իհարկե,
կամ երկրորդը կամ երրորդը, կամ կենցաղային նոր տեխնիկա, կամ մեծ տեխնիկա աշխատանքի համար, ապա կարող եք գնել այն, բայց մի մոռացեք, որ դեռ Մերկուրին է հետադարձ այս պահին։ Հնարավոր է նաև, որ ձեզ նվիրեն, ձեր քույրը կամ եղբայրը, կամ ձեզ այդ ամենը շատ հեշտությամբ տրվի։ Կարող են ձեզ նոր հարևաններ ստանաք գան ավելի ճանաչված կամ հեղինակավոր։ Այս մեկ տարվա ընթացքում շատ կլինեն ճանապարհորդություններ, գործուղումներ, բայց կարճ։ Իհարկե կարճ ճանապարհ ոչ շատ հեռու տանից։ Ձեր կյանքում կհայտնվի մեկը, ով ձեզ համար կդառնա ուսուցիչ։ Եվ փաստաթղթերի հետ կապված ամեն ինչ շատ թեթև կլինի։ Հնարավոր է, որ շատ փաստաթղթեր պետք է հավաքեք, ներկայացնեք, բայց ամեն ինչ շատ հաջող կլինի։ Ինչ փաստաթուղթ, որ ձեզ հարկավոր էր, ինչ որ բանի համար, այն ձեզ շատ հեշտությամբ կտրվի։ Ոմանք էլ կարող են սկսել վլոգներ վարել, գովազդներ նկարահանել եւ նման գործերով զբաղվել, որտեղ շատ կխոսեք եւ շատ կշփվեք։ Նաեւ կարող եք սկսել որևէ բիզնես, կապված ձեռքերի հետ, օրինակ գործեք կամ կարեք, մասաժ, վարսահարդարում, մանիկյուր եւ այլն, որը կատարում եք ձեռքերով։ Այդ գործունեությունը ձեզ շատ հաջողություններ կբերի։ Երրորդ տունը դա նաեւ խիզախության տունն է, եւ մենք խիզախորեն որևէ բան ենք սկսում մեր կյանքում։ Հարգելի խեցգետիններ, Յուպիտերը տեղափոխվում է ձեր երկրորդ տուն եւ այն մարդկանց համար, ում առաջին տունը գտնվում է հենց իհարկե առյուծ նշանում։ Նեցեք խեցգետի նշանում։ Կամ իհարկե առյուծը գտնվում է ձեր երկրորդ տանը։ Դա ֆինանսի տունն է։ Այս մեկ տարին հնարավորություն կտա զգալիորեն բարելավել ձեր ֆինանսական վիճակը, այսինքն նյութական հիմք դնել հետագա բարգավաճման համար։ Օգտագործեք այս պահը եւ ձեզ ընձեռված հնարավորությունը։ Օրինակ, ձեզ կարող են առաջարկել եկամտաբեր աշխատանք, աշխատավարձի զգալի բարձրացմամբ։ Դուք ինքներդ կարող եք խնդրել աշխատավարձի բարձրացում նույնպես, կամ կարող է հնարավորություն առաջանալ գնել անշարժ գույք կամ այլ արժեքավոր իրեր համեմատաբար ցածր գնով, կամ աշխատանքային պարտականությունների կատարմանը զուգահեռ գումար աշխատելու հնարավորություն կունենաք։ Կարող եք գտնել նոր եկամտի աղբյուրներ կամ նոր աշխատանք, նաև կարող է նոր պաշտոն ստանաք, որից էլ կբարձրանա ձեր աշխատավարձը։ Այս մեկ տարվա ընթացքում դուք ձեզ թույլ կտաք լիարժեք վայելել կյանքը եւ կյանքից վերցնել այն, ինչ ձեզ կտա։ Ձեր եկամուտը զգալիորեն կմեծանա այս մեկ տարվա ընթացքում, միգուցե մի քանի եկամտի աղբյուր ունենաք։ Կարող են ձեզ օգնել ֆինանսապես նաև, օրինակ ձեր ծնողները կամ վարկ ձևակերպեք եւ շատ արագ եւ հեշտ կտան ձեզ։ Սա շատ լավ ժամանակ է նոր բիզնես սկսելու համար եւ դրա զարգացման համար գումարներ ներդնելու համար։ Եվ այդ ներդրումներից այս մեկ տարվա ընթացքում շատ մեծ եկամուտներ կունենաք։ Կարող եք գնել նաև հնաոճ իրեր։ Հիմա եւս հետադարձ Մերկուրիի ժամանակ լավ է գնելը։ Ձեզ կարող են վճարել որևէ կազմակերպությունից կամ վերադարձնել պարտքերը, հարկերը, կամ դա կարող է լինել նաև ապահովագրական ընկերություն։ Կարող եք ստանալ ալիմենտներ կամ նախկին ամուսնոց ժառանգություն, կամ կարող է նաև մեծ գումար փոխանցել ձեզ, ինչ որ մեկը ստանաք։ Կարող են նաև վճարել ձեզ ուսման համար կամ թոշակ սկսեք ստանալ։ Այս տարի դուք ձեր սովորական կյանքից ավելին կարող եք ձեզ թույլ տալ։ Դա կարող է լինել ուղևորություն, գեղեցիկ վայրեր, նաև որևէ կոսմետիկ պրոցեդուրաներ։ Միայն գումարը չպետք է անիմաստ ծախսեք։ Երկրորդ տունը դա նա է, ինչ մենք ունենք, օրինակ տուն, մեքենա, թանկարժեք իրեր, նկարներ, կամ այն, ինչ դուք ունեք, կբարձրանա իրենց արժեքը, կամ դուք ինքներդ կգնեք այն, ինչ թվարկեցի։ Ձեր գնահատականը կարող է բարձրանալ, ինքնագնահատականը, մարդկանց աչքին եւ ձեր ուրիշ ձև սկսեն ձեզ նայել։ Նաև կարող է բարձրանալ ձեր ապրանքի գինը կամ ձեր ստեղծագործական աշխատանքի գինը, այն ինչ անում եք ձեռքերով։ Ոմանք կարող են սկսել երգել, ելույթ ունենալ, քանի որ երկրորդ տունը դա մեր ձայնն է։ Կարող եք նաև դասեր տալ կամ դասախոսություններ կարդալ։ Հարգելի առյուծներ, դա հենց ձեր նշանում է կատարվում։ Յուպիտերը լինելու է ձեր առաջին տանը, ձեր նշանում։ Հիշեք ինչ է եղել ձեզ հետ 12 տարի առաջ։
քանի որ նա ձեր նշանում է եղել 12 տարի առաջ։ Յուպիտերը տալիս է սեր, վստահություն ապագայի նկատմամբ, առողջության բարելավում, հնարավորություններ եւ շատ մեծ։ Դա կարող է ազդել ձեր արտաքինի վրա։ Սա ամենաառաջին ասեմ, հետո անցնեմ մնացած կանխատեսմանը։ Դուք ասես կդառնաք ավելի բարձրահասակ, ավելի ամուր, եւ կարող եք քաշ ավելացնել, որտեղ առաջին տունը այդպես է։ Իմացեք, որ այնինչ ուտելու եք այս 1 տարվա ընթացքում Յուպիտերը կրկնապատկելու է, եւ դրա համար էլ քաշ կարող եք հավաքել, եւ իհարկե կհղիանաք, դա էլ է նույնպես քաշ։ Նաեւ կարող է փոխվել ձեր բնավորության գծերը, դառնաք ավելի ինքնագոհ եւ իհարկե ընկերասեր։ Սա ձեզ համար ամենահաջող տարին է լինելու։ Նա ղեկավարում է ձեր 7-րդ տունը, սիրո տունը, եւ ձեզ մեծ հնարավորություններ կտա սիրո հարցում։ Եթե դուք օգտագործեք այս Յուպիտերի հնարավորությունը, ապա ձեզ համար կսկսվի կյանքի նոր փուլ։ Կարող եք բացել ձեր սեփական բիզնեսը, կամ կարող եք ավելի բարձր պաշտոն ստանալ։ Կարող եք ձեզ ներկայացնել որպես շատ լավ մասնագետ, ձեռք բերել հարգանք եւ հեղինակություն ձեր շրջապատում։ Կարող եք նաեւ ցանկանալ սովորել, բարձրագույն կրթություն ստանալ։ Եթե առողջական որևէ խնդիրներ ունեք, ապա այն կարող է անցնել ձեզ մոտից։ Գնա կամ համեմատաբար լավանա։ Ուշադրություն դարձրեք ձեր լյարդին, լեղապարկին եւ արյան ճնշմանը։ Այս 1 տարվա ընթացքում անընդհատ կարող եք ցանկանալ ուտել։ Այդ հարցում ուշադիր եղեք։ Եթե դուք միայնակ եք, ապա այս 1 տարվա ընթացքում կարող եք գտնել ձեր երկրորդ կեսին։ Եվ հնարավոր է ոմանք ամուսնանան, նշանվեն կամ հարաբերություններն անցնեն մեկ այլ փուլ։ Ձեզ որևէ հաջողակ առաջարկներ կարող են անել, թե աշխատանքի, թե ամուսնության առաջարկ։ Եթե դուք շփվում եք որևէ մեկի հետ եւ այդ մեկը ձեզանից հեռու է, ապա այն կարող է գալ։ Կարող եք նաեւ բիզնես գործընկեր ունենալ կամ միավորվել որևէ մեկի հետ եւ աշխատել։ Կարող եք մտնել նոր շրջապատ եւ կարող է հիմնովին փոխվել ձեր շրջապատը։ Հնարավոր է տեղափոխություն կամ աշխատանքի փոփոխություն նույնպես։ Եվ իհարկե այդ ամենը դեպի լավը։ Ավելի լավ աշխատանք, ավելի լավ բնակարան կամ ավելի մեծ քաղաք։ Կմեծանա ձեր հնարավորությունները, քանի որ Յուպիտերը մեծացնում է ամեն ինչ, ապա նաև մեծացնում է բոլոր հնարավորությունները։ Այն ինչը դուք նախկինում չէիք տեսնում կամ վախենում էիք, հիմա հանկարծ կարող է շատ անսպասելի կերպով եւ ռիսկով գնաք առաջ։ Եվ ձեր առջև բացվեն մեծ հեռանկարներ, մեծ հորիզոններ։ Կարող եք գնալ ճամփորդության օտար երկիր, եւ դուք երբեք չէիք, եթե դուք երբեք չէիք գնացել, չէիք ունեցել այդ հնարավորությունը, ապա այս 1 տարվա ընթացքում կարող եք գնալ։ Կարող եք ստանալ նաեւ օտար երկրի անձնագիր։ Ոմանք կարող են սկսել սովորել, ընդունվել ինստիտուտ, քոլեջ։ Կարող եք նաեւ շատ հայտնի դառնալ, կարող եք հանդիպել որևէ մեկի հետ, ով հանրաճանաչ է։ Շատ հաճույքներ, շատ հանգիստ վայրեր պահեր կունենաք, այսինքն շատ կհանգստանաք։ Ինչպես ասում են, ձեր կյանքի հիմքը գցեք, քանի որ այն 1 տարով ձեզ միայն հաջողություններ կբերի։ Կարող եք ստանալ ձեր երազանքի աշխատանքը, հարաբերությունները, սեր, եւ ասես հիմա պետք է ցանեք եւ սկսեք անպայման հենց այս 1 տարվա ընթացքում։ Մի հետաձգեք, օգտվեք այս հնարավորությունից։ Եվ որքան շուտ այնքան լավ, սկսեք հիմա արդեն մի քանի օր ընդամենը անցել։ Կարծես դուք ցանում եք բարիքներ ձեր ապագա կյանքի համար, ուրախ եւ երջանիկ կյանքի համար։ Ձեր առջև բաց են դռները, եւ դուք մտածում եք, որ ձեր կյանքը այնքան փոքր է եւ անհաջող, իսկ հիմա միայն պետք է մտածեք այդ դուռը, մտնեք այդ դուռը, մտածեք այդ բաց դռան մասին եւ օգտվեք ամեն ինչից։ Այն ինչ որ գալիս է, որովհետեւ Յուպիտերը առաջին տանը դա ամեն ինչն է, դա մեր կյանքն է։ Հարգելի կույսեր, Յուպիտերը տեղափոխվում է ձեր 12-րդ տուն։ Այս տանը ընդհանրապես Յուպիտերի դիրքն այդքան էլ լավ չէ, բայց դա ոչ միշտ է այդպես։ Իհարկե ոչ բոլորի մոտ։ 12-րդ տունը ասես բեմի հետևում լինի, որ ոչ ոք չի տեսնում։ Դա ձեզ հնարավորություն կտա շատ լավ հանգստանալ եւ վայելել մենակությունը, ինչպես նաեւ կյանքը։
Կարող եք ինչ-որ շատ կարևոր բանի պատրաստվել, ինչ-որ շատ մեծ բանի, որ ոչ ոքին չեք ասի։ Նաև այս ընթացքում կարող է բացահայտվել ձեր թշնամիների արարքները, նախքան իրենք կփորձեն ձեզ վնասել, ավելի շուտ կիմանաք։ Ցանկություն կունենաք օգնել կարիքավորներին, թույլերին եւ հիվանդներին։ Հնարավոր է ցանկանաք լքել երկիրը, արտագաղթեք, եւ դա ձեզ հաջողությամբ կտրվի։ Կամ անցնեք թոշակի, որ հանգստանաք մի փոքր։ Կարող եք հետաքրքրվել գաղտնի գիտությամբ, էզոտերիկայով, տարոյով։ Նաև հետախուզական որևէ պահեր կարող են սկսել ձեզ հետաքրքրել։ Կցանկանաք սովորել այն, ինչը ձեզ կարող է գրավել։ Կարող եք ճամփորդել շատ հեռու կամ գնալ այնպիսի վայրեր, որտեղ յուրահատուկ է ինչ-որ փակ տեղ է։ Գաղտնի, էլի։ Նաև ոմանք կարող են ստանալ ժառանգություն։ Կարող եք բուժվել որևէ հիվանդությունից։ Կարող եք նաև ազատվել սահմանափակումներից, այն ինչ ձեզ խանգարում էր ապրել։ Կարող եք ստանալ փաստաթուղթ արտագաղթի համար։ Ոմանք կարող են հղիանալ։ Կարող եք ծանոթանալ օտար երկրում ապրող որևէ մեկի հետ կամ օտարերկրացու հետ։ Նաև կարող է որևէ պատահար երջանիկ ավարտ ունենա։ Կարող եք որևէ բան գտնել, որը կորել էր, կամ որևէ գաղտնի բիզնես սկսեք, կամ նաև այնպիսի բիզնես, որը կապված է հողի հետ կամ հանքերի։ Նաև կարող եք զբաղվեք հայտնագործությամբ, հին իրերի որոնմամբ։ Կամ նաև կարող եք ապրել այս մեկ տարին մեկ այլ երկրում բոլորից հեռու։ Նաև կարող եք օգնություն ստանալ հեռվից, հեռու բարեկամից։ Եվ եթե առողջության հետ կապված խնդիրներ ունեք, ապա անպայման պետք է այն լուծեք, որ Յուպիտերը այն չմեծացնի։ Հարգելի կշեռքներ, Յուպիտերը անցնում է ձեր 11-րդ տուն։ Յուպիտերը ձեզ կօգնի հավաքել մարդկանց թիմ, համախմբել բոլորին ձեր շուրջ։ Նաև ձեզ կտա նոր հնարավորություններ կապված նոր գաղափարների հետ։ Նոր մարդկանց հետ կարող եք ծանոթանալ, նոր շրջապատ ձեռք բերեք։ Կարող եք ձեր նոր ընկերները գումար ներդնել միասնական գործի մեջ իրար հետ կամ ձեր իդեայի հետ կապված մտահղացման կարող են օգնել ձեզ։ Սկսվում է փոփոխությունների ժամանակը, որը շատ բարենպաստ է ձեզ համար։ Կարող եք ստեղծել որևէ հասարակական կազմակերպություն, կապերն ընդլայնել, նաև կարող եք միջազգային նոր կազմակերպություններ ստեղծել։ Ձեզ կարող են նաև առաջարկել ղեկավարել նման կազմակերպություն։ Ձեր ընկերների հետ հարաբերությունները շատ կլավանան, կարող եք հույսներ դնել իրենց վրա, ցանկացած հարցում։ Լավ շրջան է գովազդի, քաղաքական գործունեության և ոչ ավանդական գիտության համար։ Կարող եք կազմակերպել տարբեր տեսակի միջոցառումներ, կամ դուք ինքներդ ավելի շատ կլինեք նման միջոցառումներում։ Կարող են ձեզ շատ հրավիրել որևէ ծննդյան, ինչ-որ կամ հարսանեկան կամ հասարակական միջոցառումների։ Կարող եք նաև ավելի շատ ելույթ ունենալ, ավելի ակտիվ լինել սոցցանցերում։ Կարող են ձեզ հրավիրել ինչ-որ երեկույթ վարելու։ Յուպիտերը ձեզ կտա շատ հիանալի արդյունքներ նախկինում կատարած բոլոր աշխատանքների համար։ Ցանկացած գործունեության վերջնական արդյունքներ կարող եք ստանալ։ Կարող եք նաև մեծ գումարներ ստանալ, որը կապված կլինի ինչ-որ պրոյեկտից, որը դուք վաղուց եք արել։ Նաև ինտերնետն է 11-րդ տունը, կարող եք սկսել աշխատել ինտերնետով, ապրանք վաճառել, կամ այնտեղ ծանոթանալ շատ մարդկանց հետ, մտնել որևէ խումբ եւ ավելի շատ ժամանակ անցկացնեք ինտերնետում, կամ աշխատանքի համար, կամ մարդկանց հետ ավելի շատ շփվելու համար, կամ կարող եք դառնալ բլոգեր եւ սկսեք խոսել մարդկանց հետ։ Կարող եք նաև սկսել աշխատել օնլայն, տանը նստած, կամ սովորեցնեք օնլայն, խորհրդատվություններ վերցնեք եւ այլն։ Հարգելի կարիճներ, Յուպիտերը անցնում է ձեր 10-րդ տուն, կարգավիճակի, նպատակների եւ կարիերայի տուն։ Ձեզ հաջողություն է սպասվում կարիերայի հարցում, եթե հանկարծ ձեր ծննդյան քարտեզում եւս գտնվում է 10-րդ տանը, ապա դա հրաշալի է, կարող է ձեզ այնպես բարձրացնել կարիերայով, որ չեք էլ երազել։ Շատ ջանքեր պետք է գործադրեք եւ իհարկե նպատակաուղղված։ Պետք է հստակ գիտակցեք, թե ինչ եք ուզում եւ պետք է հասկանաք, որ ձեր նպատակին հասնելու համար պետք է ինչ-որ բան զոհաբերեք։ Դուք պետք է ձգտեք հասնել գագաթին, ոչ թե ստացաք,
եւ հետո նստեք եւ ոչինչ չանեք, այլ պետք է սկսեք օգտվել այն հնարավորություններից, որոնք ձեզ կտա Յուպիտերը։ Միայն Յուպիտերը չի սիրում, որ նստում եւ սպասում են այս տնով։ Դուք անպայման պետք է աշխատեք եւ ջանքեր գործադրեք։ Յուպիտերը կնպաստի, որպեսզի դուք հասնեք ձեր նպատակին։ Եթե որոշել եք քաղաքականությամբ զբաղվել, ապա սա ձեզ հաջողություններ է խոստանում։ Ոմանք կարող է սկսեն իրենց առաջին քայլերը դեպի կարիերայի բարձրացում, առաջին պաշտոն, առաջին լուրջ հասարարություն եւ այլն։ Կարող եք որևէ մրցանակ շահել, ճանաչում ունենալ եւ հեղինակավոր աշխատանքի առաջարկ ստանալ։ Ինչպես որ ասում եմ, փառքը կարող է հասնել ձեզ, բայց իհարկե հաշվի առեք, որ պետք է ջանքեր գործադրեք։ Կարող են ձեզ օգնել բարձր պաշտոնյաները, գործնական եւ մասնագիտական աջակցության համար։ Ձեր առջև նպատակներ դրեք, կամ եթե դրել եք, ապա այս 1 տարվա ընթացքում հնարավորություն կունենաք դա անել։ Ոմանք կարող է կամ տնօրեն լինեն որևէ բիզնեսի, կամ դուք ինքներդ կառավարեք կամ բացեք նոր բիզնես։ Ոմանք էլ կարող են փոխել իրենց աշխատանքը կամ մասնագիտությունն ավելի լավի հետ։ Կարող եք գովազդել ձեր ապրանքները։ Նաև դուք սկսեք ավելի շատ երևալ հանրության առջև։ Կարող եք որևէ տեղում ելույթ ունենալ, դասեր տալ։ Ոմանք կարող են ամուսնանալ։ Դա էլ կարգավիճակի փոփոխություն է։ Կամ երեխաներ ունենալ, կամ թոռնիկներ։ Յուպիտերն ամեն ինչ ավելացնում է, եւ դուք կարող եք զույգ կամ եռյակ ունենալ։ Կամ մի տարվա մեջ 2 թոռ ունենաք։ Դուք կարող եք օրինակ լինել ոմանց համար, նաև ձեզ եւ կկրկնեն, կամ ձեզ նայելով եւ ձեզ հետևելով առաջ կգնան։ Ասես ուսուցիչ կլինեք, իրենց համար։ Կարող եք պրեմիաներ ստանալ, նվերներ, ձեր տնօրենից կամ մեդալ, որպես լավ աշխատող։ Դուք պետք է անպայման հետևեք ձեր հեղինակությանը, քանի որ ձեզ նայելով դիմացինը պետք է սովորի։ Իսկ վատ հեղինակության դեպքում կարող են սկսել բամբասել, իսկ Յուպիտերը դա ավելի կընդլայնի։ Օրինակ Facebook-ում կամ մեկ այլ տեղ։ Հարգելի աղեղնավորներ, Յուպիտերը կլինի ձեր 9-րդ տանը, հաջողության, օտար երկրների եւ ուսման տանը, նաեւ փաստաթղթերի։ Յուպիտերն այս տանը կօգնի ձեզ ձեր հեղինակության հետ կապված հարցերում։ Հաջողություն կունենաք մասնագիտական ոլորտում եւ հասարակության մեջ։ Կարող եք սկսել ղեկավարել քաղաքական կամ գիտական կազմակերպություններ, քաղաքական միավորումներ եւ այլն։ Կարող եք ցանկանալ սովորել, ավելի շատ ճամփորդել այս 1 տարվա ընթացքում։ Կարող եք դիսերտացիա գրել, գիտական աշխատանքներով զբաղվել կամ նաեւ կարող եք դառնալ պրոֆեսիոնալ խորհրդատու եւ սկսեք դասավանդել։ Հնարավոր է աշխատանք, ուսում կամ պրակտիկա անցնեք արտերկրում։ Երկարաժամկետ գիտարշավ, գիտահետազոտական աշխատանքներով զբաղվեք։ Այցելեք նաև սուրբ վայրեր, վանքեր։ Հնարավոր է ոմանց համար այս 1 տարվա ընթացքում առաջին անգամ գնաք օտար երկիր։ Կարող եք կապեր հաստատել օտար երկրացիների հետ։ Ծանոթանալ օտար երկրացու հետ, ամուսնանալ կամ սկսել շփվել օտար երկրում բնակվող մարդու հետ։ Կարող են ձեր տուն գալ հեռավոր բարեկամները, ովքեր գտնվում են օտար երկրում, կամ դուք ինքներդ գնաք օտար երկիր իրենց տեսնելու համար։ Ոմանք էլ կարող են սկսել ուսում օտար երկրում, կամ սկսեք սովորել օտար լեզուներ։ Ոմանք կարող են մասնակցել գիտաժողովների, սիմպոզիումների եւ կոնգրեսների, նաեւ դասախոսություններ կարդալ։ Կարող եք պայմանագրեր կնքել օտար երկրյա գործընկերների հետ, ստեղծեք որևէ ասոցիացիաներ։ Ոմանք կարող են արտագաղթել։ Եթե այս 1 տարվա ընթացքում տեղափոխվեք օտար երկիր ապրելու նպատակով, ապա այն պայմաններին նոր պայմաններին իհարկե ավելի հեշտ կհամակերպվեք։ Բայց սա պարտադիր պետք է նայեք նաև ձեր անձնական քարտեզը։ Լավ ժամանակ է էզոտերիկայով կամ հոգևոր պրակտիկաներով զբաղվելու համար։ Կարող եք շատ պատվերներ ընդունել օտար երկրից կամ մկրտել ձեր երեխային։ Լավ ժամանակ է նաև քաղաքական գործունեության եւ դատական գործեր սկսելու համար։ Եվ իհարկե ամենակարևորը ձեզ կրկնակի հաջողություն է սպասվում այս 1 տարվա ընթացքում, քանի որ հաջողության մոլորակը մտնում է հաջողության տուն, այսինքն իր տուն։ Նա այնտեղ իրեն հիանալի է զգում։ Ոմանք կարող են ստանալ վիզա, օտար երկրյա քաղաքացիություն, որևէ հստակ փաստաթուղթ,
որ օտար երկրում օրինակ բնակվեն, օրինական բնակվեն։ Կարող եք նաև մասնակցել դատական գործընթացների հետ կապված ինչ-որ հարցերում կամ գնաք օտար երկրում որևէ հարցազրույցի։ Կարող եք նաև որոշ փաստաթղթեր թարգմանել կամ գիրք թարգմանել եւ հրատարակել։ Ոմանք էլ կարող են շահել դատական գործ, եթե իհարկե ունեք նման գործեր։ Եթե թորներ եք ցանկանում, ապա այս տարի կարող եք ունենալ եւ ոչ միայն մեկը։ Երկրորդ ամուսնությունը եւս կարող է տեղի ունենալ, երկրորդ անգամ ամուսնանաք։ Եթե քննություններ պետք է հանձնեք, ապա այն հաջողությամբ կհանձնեք, կամ եթե ցանկանում եք ընդունվել համալսարան կամ ինստիտուտ, եւս շատ հեշտությամբ կընդունվեք։ Թեկուզ եթե ցանկանում եք սովորել օտար երկրում։ Եթե բիզնես ունեք եւ ցանկանում եք այն ընդլայնել, ապա կարող եք գովազդել այն։ Դա եւս հաջողությամբ կլինի։ Հարգելի այցեղջյուրներ, Յուպիտերը կլինի ձեր 8-րդ տանը, կրիզիսի եւ ֆինանսների տանը, այն ֆինանսների, որ մենք չենք աշխատել։ Հնարավոր է կրիզիսային իրավիճակից հաջող ելք ունենաք։ Շատ կարևոր է ձեր անձնական քարտեզն այս պահին իհարկե։ Հնարավոր են հաջողություն բիզնեսում, խոշոր դրամական մուտքեր, սեփական ձեռնարկությունից շահույթի տեսքով, բաժնետոմսերից եւ այլ արժեթղթերից շահաբաժիններ, ավանդների տոկոսներ, մեծ պարտքի վերադարձ, ժառանգություն, ապահովագրական վճարումներ կամ ձեզ պատճառված վնասի այլ փոխհատուցում։ Հնարավոր են գաղտնի գիտական զարգացումների համար միանվագ գումար ստանաք։ Կարող եք ներդրումներ անել։ Կարող եք սկսել ձեր ամուսնու կամ կնոջ հաշվին ապրել։ Եթե ամուսնացած եք, ապա ծնողների։ Այս մեկ տարվա ընթացքում կամ պետության հաշվին, կամ ալիմենտի, թոշակի կամ երեխաների գումարի հիման վրա ապրեք։ Կարող եք նաև ստանալ խոշոր գումար ձեր զուգընկերոջից կամ բաժանման համար, կամ եթե երկարաժամանակ երեխայի ալիմենտ չեր վճարել, կարող է վճարել։ Կարող եք ավելի շատ հետաքրքրվել գաղտնի գիտությամբ, էզոտերիկայով, տարոներով, կյանքի եւ մահվան հարցերով։ Կարող է նաև ձեզ հետաքրքրել հոգեբանությունը։ Սկսեք ուսումնասիրել այս մեկ տարվա ընթացքում կամ նաև մոգությունը։ Բայց եթե ձեր անձնական քարտեզում կան վատ միացումներ, ապա այդ մոգությունները կարող են կյանքով վերադարձվել, նաև վարձատրվել։ Որովհետև դա մահվան տունն է։ Փոփոխությունները համենայն դեպս կլինեն դրական։ Կարող եք վարկ ձևակերպել եւ հեշտությամբ ստանալ։ Հեշտությամբ տան ալիմենտ ստանալ, թոշակ կամ այլ վճարներ ստանալ։ Որ դուք էլ զարմանաք, թե այս ինչպես էր, որ քաշքշուկների մեջ չընկա կամ չսպասեցի։ Ցանկացած իրադարձություն, եթե ձեզ համար ցավալի է լինի, ապա դուք դրանից մեծ օգուտներ կշահեք։ Հնարավոր է հեռու բարեկամի մահ, որից էլ կարող եք ժառանգություն ստանալ։ Յուպիտերը նաև կարող է ավելացնել ձեր գումարները կամ ձեր զուգընկերը գտնի երկրորդ եկամտի աղբյուր։ Նաև կարող է նոր զուգընկեր հայտնվել ձեր կյանքում եւ ձեր ինտիմ կյանքը շատ լինի այս մեկ տարվա ընթացքում։ Եվ եթե դուք բաժանվեք, ապա դուք շահումով դուրս կգաք։ Կարող է տունը ձեզ մնա կամ մեծ գումար ստանաք։ Ոմանց նաև կարող են առաջարկ անել, ներդրումներ անել եւ սկսեք միասին աշխատել, որն էլ իհարկե ձեզ մեծ գումարներ կբերի։ Եթե ցանկանում եք վիրահատություններ անել, ապա այն հաջողությամբ կանցնի, նա որպես պահապան հրեշտակ ձեզ կաջակցի։ Որքան էլ որ վտանգավոր վիրահատություն լինի կամ ծանր անցնի, միևնույն է նա ձեզ կօգնի, բայց իհարկե հիշեք, որ Մերկուրին է հետադարձ այս պահին։ Եթե անգամ դա կլինի անսպասելի եւ շտապ, միևնույն է Յուպիտերը ձեզ կպաշտպանի։ Դա արդեն օգոստոսին, լավ այդպես ասենք։ Ոմանք էլ կարող են հղիանալ, երեխա ունենալ, թեկուզ կեսարյանով։ Յուպիտերը այդ տնով ձեզ տալիս է հղիություն։ Եթե ցանկանում եք երեխա ունենալ, ապա պատրաստություն տեսեք։ Կարող եք նաև փակել ձեր վարկերը կամ ձեր փոխարեն կարող է որևէ մեկը վճարել։ Եթե փնտրում եք լավ հոգեբան, ապա կարող եք իրեն շատ հեշտությամբ գտնել։ Հարգելի ջրհոսներ, Յուպիտերը անցնում է ձեր 7-րդ տուն։ Դա զուգընկերոջ, գործընկերոջ եւ հաճախորդների տունն է։ Կարող եք սկսել համագործակցել որևէ մեկի հետ, պայմանագրեր կնքել եւ նոր աշխատանքով կարող եք սկսել զբաղվել։ Ոմանք նոր բիզնես կարող են բացել։
Այս մեկ տարվա մեջ կարող եք ունենալ հսկայական հետևորդներ։ Ավելի շատ կլինի աշխատանք, քան առաջ էր։ Եվ իհարկե, ովքեր միայնակ են, ապա նոր սեր, նոր հարաբերություններ կունենաք, որոնք շատ արագ կզարգանան եւ շատ արագ առաջ կգնան։ Կարող եք ձեր գործով շատ առաջ գնալ եւ հետին պլանում կթողնեք ձեր բոլոր թշնամիներին, չնայած որ իրենք էլ կարող են շատանալ։ Դե բնական է, լավ աշխատանք եւ շատ թշնամիներ։ Նոր համագործակցության հեռանկարներ կունենաք այն մարդկանց հետ, ում հետ վաղուց եք ցանկանում աշխատել։ Կարող եք շատ շահավետ առաջարկ ստանալ։ Այս տունը շատ լավ է, որպեսզի սկսեք քաղաքական կամ դիվանագիտական գործունեություններ։ Կարող եք նաև համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ։ Հաջողության կհասնեք առևտրի ոլորտում, իհարկե, ովքեր որ աշխատում են այնտեղ, եւ միջնորդական գործունեությամբ զբաղվողները։ Լավ ժամանակ է, որպեսզի համագործակցեք ասոցիացիաների հետ կամ ասոցիացիաներ բացեք, ձեռնարկությունները միացնեք իրար, բանակցություններ վարեք եւ պայմանագրեր կնքեք։ Հաջողություն է սպասվում նաև ովքեր աշխատում են որպես ուսուցչուհի, ուսուցիչ, դասախոսներ։ Կարող եք որևէ դատ շահել, եթե ունեք նման հարցեր, բայց շատ լավ իրավաբանի օգնությամբ միայն։ Լավ ժամանակ է շնորհանդեսներ կազմակերպելու գովազդային արշավների եւ խաղաղ հանրային միջոցառումների համար։ Եթե ամուսինների մեջ խնդիրներ կային, ապա Յուպիտերը ներդաշնակություն կմտցնի ձեր ընտանիք եւ ոչ միայն ընտանիք, որ բոլոր սիրահարների կյանք։ Բայց պետք է հասկանաք, որ եթե դուք չլուծեք այդ խնդիրները, չաշխատեք այդ խնդիրների վրա, նա խնդիրները կարող է մեծացնել։ Եվ իհարկե դուք ավելի շատ կզգաք, քանի որ իհարկե այս դուք գտնվում եք հենց ամիջապես առյուծի դիմացը եւ դուք դրա համար ավելի շատ կզգաք։ Սա ոնց որ դուք եք եւ ուրիշ մարդիկ, դուք եք եւ զուգընկերը։ Կարող է ձեր շրջապատը եւս մեծանալ, ավելի շատ մարդկանց սկսեք ճանաչել այս մեկ տարվա ընթացքում։ Եվ իհարկե որակյալ ընկերներ կլինեն, որոնց հետ հետաքրքիր կլինի շփվել։ Ոմանք ամուսնանան, կնշանվեն, ոմանք կունենան երկրորդ երեխա։ Եվ այն, ինչ չի կարողանում վաճառել, այս մեկ տարվա ընթացքում շատ հեշտությամբ կվաճառեք։ Կարող եք հաշտվել ձեր զուգընկերոջ հետ, կրկին միավորվել, եթե բաժանվել եք, կամ տեղափոխվեք իր մոտ աշխատելու, կամ ինքը գա, կամ ձեզ հետ սկսի ապրել, կամ դուք իր հետ ապրեք, այդպես միավորվեք եւ աշխատեք կամ ապրեք իրար հետ։ Հարգելի ձկներ, Յուպիտերն անցնում է ձեր 6-րդ տուն, աշխատանքի, առողջության եւ մեր առօրյայի տուն։ Կարող եք փոխել ձեր աշխատանքը ավելի լավ աշխատանքով, ավելի լավ պայմաններով եւ աշխատավարձով։ Առաջ խաղացում կունենաք աշխատանքում, բոնուսներ շատ կստանաք, խրախուսում ձեր կատարած աշխատանքի համար։ Կարող են առաջարկել մենեջերի կամ ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանք։ Բայց պետք է իմանաք, որ Յուպիտերը ձեր աշխատանքը կշատացնի, կընդլայնի եւ ստիպված կլինեք ավելի շատ աշխատել։ Կարող են նաև ձեզ ուղարկել գործուղման կամ ինչ-որ հեռու մի տեղ կամ շատ երկար ժամանակով դա կարող է ուղարկել օրինակ ինչ-որ հենց այնտեղ աշխատելու համար։ Կարող եք նաև համատեղել աշխատանքն ու ուսումը։ Ձեր տնօրենը ձեզ թույլ կտա դա։ Կարող են նաև ձեզ ուղարկել վերապատրաստման դասընթացների, եւ դուք կարող եք ձեռնարկության հաշվին ստանալ կրթաթոշակ։ Յուպիտերը ձեզ կօգնի, որպեսզի շատ առևտուր անեք, շատ իրեր վաճառեք եւ իհարկե սպասարկման ոլորտը բարելավել եւ հաջողության հասնել։ Հաջողություն կունենան նաեւ ովքեր աշխատում են համակարգիչներով, ռոբոտներ են պատրաստում, հաշվապահ են եւ ունեն սեփական բիզնես։ Կարող են ձեզ վերադարձնել այն պարտքերը, որոնց վերադարձման համար հույսել չունեք։ Կամ կարող է այնպես դասավորվել, որ դուք ունենաք հնարավորություն մարելու ձեր պարտքերը։ 6-րդ տունը նաև պատասխանատու է մեր փոքր եղբայրների համար։ Իրենց մոտ էլ կարող են հաջողություններ լինել։ Եվ ովքեր ցանկանում էին ընտանիք կենդանի պահել, ապա այդ հնարավորությունը կունենաք։ Բայց Յուպիտերը սիրում է շուն, այլ ոչ թե կատու, այնպես որ հաշվի առեք սա։ Կարող եք նաև շների ձագերից էլ եկամուտ ունենալ։
Եթե հիվանդ եք կամ ունեք քրոնիկական հիվանդություն, ապա այս 1 տարվա մեջ կմոռանաք դրանց մասին։ Իհարկե, լավ կլինի նաև ձեր քարտեզը նայեք եւ ինչպես որ արդեն ասացի, աշխատեք ձեզ վրա, որովհետեւ առողջությունը դա ձեզանից է կախված շատ ժամանակ։ Ձեր առողջական վիճակը կբայլավի միայն արդեն նշել էի, հա, որ պետք է ձեզ հետևեք։ Քանի որ նա նաև ունի հակառակ կողմը, վատը նույնպես ավելացնում է, այնպես որ հետևեք ձեզ եւ ամբողջ տարի առողջ կլինեք։ Եվ իհարկե, ձեր առօրյան կարող է փոխվել, ավելի շատ կարող եք զբաղված լինել եւ առօրյա գործերով եւ աշխատանքով։ Այսինքն ձեր օրերը հագեցած կլինեն։ Կարող եք նաեւ ձեր բիզնեսը ընդլայնել, բացել եւս մի քանի խանութ կամ մեկ այլ բիզնես եւ հաճախորդները կլինեն ավելի շատ, քան պատկերացնում եք։ Իհարկե նաեւ ձեր բյուջեն այդ դեպքում կավելանա։ Կարող եք ավելի շատ աշխատողներ ընդունել ձեր կազմակերպություն։ Նաեւ կարող եք ընդունել մարդկանց, որպեսզի օգնեն ձեր տան հետ կապված հարցերում կամ երեխային խնամել։ Եթե աշխատում եք որևէ մեկի մոտ, ապա այնտեղ աշխատողները կարող են ավելանալ կամ տնօրենը փոխվի եւ ավելի բարին գա։ Եվ կարող է ձեզ տեղափոխեն մեկ այլ օֆիս, մեկ այլ բաժին եւ այնտեղ ավելի շատ մարդկանց հետ պետք է սկսեք աշխատել։ Եվ առողջության հետ կապված կարող եք սկսել առողջ սնվել, ավելի շատ զբաղվել սպորտով, քանի որ Յուպիտերը գիրացնում է, դրա համար ուշադիր եղեք։ Եթե փնտրում եք որևէ բժիշկ, վիրահատության կամ ձեր խնդիրների համար, ապա կգտնեք իրեն եւ նա կլինի լավագույնը։ Կցանկանաք ավելի երիտասարդ մնալ կամ երևալ եւ ամեն ինչ կանեք դրա համար։ Եթե որևէ գործեր ունեք, որոնք անավարտ են, ապա Յուպիտերը ձեզ կօգնի, որպեսզի այն ավարտին հասցնեք եւ իհարկե ազատվեք այդ բոլոր խնդիրներից։ Այսքանը սիրելիներս, թող որ Յուպիտերը միայն լավացնի ամենալավ կողմերը ձեզ մոտ։ Եթե դուք ինքներդ աշխատեք ձեզ վրա, նա միմիայն ձեզ լավագույնը կտա։